Բարև ձեզ սիրելի ընկերներ, դուք Travel ալիքում եք։ Բայց ինչու եմ ես մենակ։ Էլեն, չհասկացա։ Այս տեսանյութը 3 թագավորների մասին է։ Առանց ինձ քեզ նկարում։ Համա չթողեցիք շքերթի մեջ 3 թագավորների կողքով էթամ։ Արի արագ ներկայացնենք մարդկանց գնանք նայենք։ Շատ լավ։ Եկեք միասին բացահայտենք 3 թագավորներին եւ թե նրանք ինչ նվերներ բերեցին Հիսուսին։ Հունվարի 6-ը շատ կարևոր օր է Իսպանիայում։ 3 թագավորների օրը։ Նրանք այդ օրը այցելեցին մանուկ Հիսուսին եւ նվերներ բերեցին։ Նրանք 3-ն էին. Մելչոր, Գասպար եւ Բալթասար։ Կսկսենք ամենատարեցից։ Մելչոր։ Նա սպիտակ մորուքով է եւ ամենաիմաստուն թագավորն է։ Գալիս է Եվրոպայից։ Մելչորը մանուկ Հիսուսին բերեց ոսկի։ Ոսկին նշանակում է, որ Հիսուսը իրական թագավոր է։ Հետո գալիս է Գասպարը։ Նա երիտասարդ է կարմրավուն մորուքով։ Եկել է Ասիայից։ Գասպարը մանուկ Հիսուսին նվիրում է խունկ։ Խունկը նշան է Հիսուսի աստվածային լինելու համար։ Եվ վերջում Բալթասար։ Բալթասարը մունք մաշկով Աֆրիկայից եկած թագավորն է։ Բալթասարը Հիսուսին բերեց Մյուրոն։ Մյուրոնը խորհրդանշում է ուժը, զոհաբերությունը եւ մարդկային կյանքը։ Այսպիսով 3 թագավորները ոչ միայն բերում են նվերներ, այլ ուժ, հավատ եւ իմաստություն։ Այո, Ալեքս, այս գեղեցիկ ավանդույթը երեխաների համար իսկական հրաշք է։ 3 հունվարի 6-ին Տորևեխայի փողոցներում մի իրական հրաշք տեղի ունեցավ։ Ամբողջ քաղաքը վերածվել էր հեքիաթի։ Մարդիկ ժպտում էին, երեխաները սպասում էին եւ բոլորը գիտեին. 3 թագավորները գալիս են։ Փողոցներով անցնում էին հսկայական շքախմբեր, պարերով, նվագախմբերով, թմբուկների հնչյուններով ու տոնական երաժշտությամբ։ Ամեն քայլ պատմություն էր պատմում, ոչ թե հորինված, այլ իրական, դարերից եկած պատմություն։ Եվ ահա աստղը, այն աստղը, որ ժամանակին առաջնորդեց 3 թագավորներին դեպի փոքրիկ Հիսուս։ Այդ աստղը հիմա էլ էր շարժվում շքերթի հետ։ Կարծես ասում էր. ես դեռ այստեղ եմ, ես դեռ առաջնորդում եմ։ Մենք տեսանք Մարիամին ու Հովսեփին։ Փոքրիկ Հիսուսը նրանց գրկում էր, իսկ ավանակները հանգիստ քայլում էին մարդկանց միջով։ Նրանց հետ էին կարասիները, հին իրերը եւ ամեն ինչ պատմում էր, թե ինչպես էին 3 թագավորները նվերներով եկել դեպի Հիսուս։ Եվ ահա 3 թագավորները, յուրաքանչյուրը իր շքախմբով, իր պարով, իր երաժշտությամբ, նրանք ժպտում էին, ձեռքով էին անում եւ կոնֆետներ էին բաժանում բոլորին։ Կոնֆետները թրջում էին օդում, մարդիկ ծափահարում էին, իսկ երեխաների ուրախ ճիչերը լցնում էին ամբողջ քաղաքը։ Այդ պահին բոլորս դարձանք մի մեծ ընտանիք, առանց օտարների, առանց սահմանների։ Այս շքերթը պարզապես տոն չէր։ Սա հավատքի տոն էր, միասնության տոն էր եւ հիշեցնում էր, որ հեքիաթները իրական են դառնում, երբ մենք հավատում ենք։
Հուսով եմ հավանեցիք այսօրվա հետաքրքիր եւ հեքիաթային տեսանյութը։ Վարկանոթագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ այս ալիքներին։ Adiós, amigos!